Պաշտպանության նախարարությունը քննարկում է 1000 դրամների վճարումը կամավոր դարձնելու տարբերակը։ Նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Ազատության հետ զրույցում ասաց, որ մինչ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի երկրորդ ընթերցումը նախագծում որոշակի փոփոխություններ հնարավոր են։ 1000 դրամը պարտադիրից կամավոր դարձնելու տարբերակը քննարկվում է խորհրդարանի մեծամասնության հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի առաջարկով։ Դա այն է, երբ քաղաքացին, ով պետք է վճարեր, կարող է դիմում գրել եւ հրաժարվել իր վճարման բաժնից, թե դա ինչպես կիրականացվի առայժմ բերեք չեք կռահենք։ Տարբերակներ միգուցե շատ կլինեն։ Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառած վնասների հատուցման մասին օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ Ազգային ժողովում մոտ 1 շաբաթ առաջ ընդունվեց։ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով դեռ վաղ է ասել, թե վերջնական ինչ տեսք կունենա օրինագիծը, բայց այն հիմա մասնագիտական խմբերի կողմից վերանայվում է։ Զուգահեռ Պաշտպանության նախարարությունում քննարկումներ են անցկացվում։ Ինչ կարող է լինել, հստակ բերեք չեք կռահենք ու չփորձենք այսպես հստակ գնահատական տալ, ժամանակ կլինի, մինչև երկրորդ ընթերցում, հետո երրորդ ընթերցում, մենք այդ ընթացքում կիմանանք նորությունները։ Իշխող հանրապետական խմբակցության падգամավոր Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն էլ կարծում է, որ հարցը պետք է խորը վերլուծվի, բայց կամավորության սկզբունքը ներդնելու դեպքում պետք է քննարկել նաեւ առաջացող բարդությունները եւ դրա հետևանքով ավելացող կազմակերպչական ծախսերը։ Եթե մեծ չի լինի ծախքերը այդ դրա հետ կապված, ես կարծում եմ, որ դա իսկապես արժանի է, որ լրջագույն քննարկման ենթարկվի։ Ծախսերը, Այո, որովհետև ես ասեցի, դա բարդացնելու է համակարգը։ Ընդդիմության մի մասը մինչդեռ շարունակում է պնդել, որ այդ նպատակի համար գումար պետք է տա պետությունը։ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով 1000 դրամ վճարելուց դիմում գրելու միջոցով հրաժարվելու տարբերակում ժողովրդին բարոյական ճնշման են ենթարկում։ Որը ես կարծում եմ շատ անբարոյական մոտեցում է, եւ մեր կուսակցությունը դրա մասին հայտարարություն է արել, ավելին անհատականացնում են այդ ճնշումը, մենք դա համարում ենք անընդունելի։ Հայ ազգային կոնգրեսը 3 հայտարարություն է տարածել, կոչ անելով падգամավորներին օրինագծի երկրորդ ընթերցման ժամանակ դեմ քվեարկել։ Զուրաբյանի խոսքով օրինագիծը ժողովրդին բանակից օտարում է։ Զորդ ուղղակի չի ընդունում այսպիսի մոտեցում։ Օրինագծին դեմ հանդես եկող Ժառանգություն խմբակցությունից Զարուհի Փոստանջյանն էլ է վստահ, որ կամավոր տարբերակը խնդիրը չի լուծի, քանի որ շատ գործատուներ կստիպեն աշխատակիցներին վճարել 1000 դրամը, եւ արդյունքում պետությունը կմտնի քաղաքացիների գրպանը։ Պետք չէ դա շահարկել, որովհետև մենք հենց այնպես չենք վճարում հարկերը վճարում ենք նրա համար, որպեսզի մեր զինվորները ունենան նախ համապատասխան պաշտպանություն, եւ մենք էլ նույնպես ունենանք համապատասխան նաեւ պաշտպանություն։ Ընդդիմադիր Բարգավաճ Հայաստանը, որը նախագծին առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկել, վճարումը կամավոր դարձնելուն դեմ է։ Պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով կարելի է որոշ խմբերի համար կամավոր դարձնել, բայց ամբողջականին իրենք դեմ են, քանի որ այդ դեպքում ազգ-բանակ գաղափարը, որի հեղինակը Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, չի գործի։ Մելքումյանը համոզված է, որ վճարումը ամբողջական կամավոր չի դառնա։ Կամավորը ես կարծում եմ պետք է լինի նրա համար, որ որոշ կատեգորիաների վերաբերվի։ Ոնց որ ասեցինք, որ նվազագույն աշխատավարձ ստացողների համար գործատուներն են, չէ՞, վճարելու։ Եթե մենք հիմնավորում կանենք, որ որոշ կատեգորիաների համար թողենք կամավոր, բայց ոչ բոլորի։ Ես դեմ եմ, որ բոլորի համար կամավոր թողեն։ Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով քննարկվող մեկ այլ տարբերակով էլ 1000 դրամը աշխատակցի փոխարեն հնարավոր է գործատուն վճարի։